ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը ներկայացրել է աշխարհի բնակչությունը 2025 թվականի զեկույցը։ Ծնելիության իրական ճգնաժամը խորագրով հետազոտությունը արվել է բարձր ու ցածր ծնելիության ցուցանիշ ունեցող 14 երկրում, որտեղ ապրում է աշխարհի բնակչության 37%-ը։ Ըստ զեկույցի իրական ճգնաժամը ոչ թե ցածր ծնելիությունն է, այլև անկարողությունը վերացնելու այն խոչընդոտները, որոնք խանգարում են մարդկանց ունենալ 2 եւ ավելի երեխա։ Մեր հետազոտությունը բացահայտեց, որ շատ ընտանիքներում կան 1, 2 կամ ավելի երեխաներ, իսկ շատերն անհնար են համարում, որ կունենան իրենց ցանկալի ընտանիքը ցանկալի թվով երեխաներով։ Յուրաքանչյուր 5 չափահասից մեկը, մասնավորապես 50 տարեկանները նշել են, որ հավանաբար չեն ունենա այնքան երեխա, որքան կուզեին։ Հարցվածների կեսից ավելին, որպես ցանկալի թվով երեխաներ չունենալու պատճառ նշել են սոցիալ-տնտեսական խնդիրները, այդ թվում բավարար դրամական միջոցներ, բնակարան, աշխատանք չունենալը։ Հարցվածների շրջանում եղել են նաև մարդիկ, ովքեր որ իրենց երազանքը այս առումով չեն իրականացրել առողջական խնդիրների պատճառով, այդ թվում նաև անպտղության պատճառով, որը այսօր մենք Հայաստանում ենք տեսնում։ Եվ նաև շատերը նշել են կոնֆլիկտները, հակամարտությունները, գլոբալ խնդիրները, որոնք որ իրենց ստիպում են չունենալ այն քանակի երեխաներ, որքան ցանկանում են։ Խնդիրը ավելի խորքային է դառնում կանանց եւ տղամարդկանց միջև իրավահավասարության բացակայության դեպքում, օրինակ տնային աշխատանքի անհավասար բաժանումը։ Հարցվածների 11%-ը նշել է, որ երեխաների խնամքի հարցում զուգընկերոջ ներգրավվածության բացակայությունն է պատճառը ցանկալիից քիչ երեխաներ ունենալու համար։ Հարցվածների 14%-ն էլ նշել է, որ չեն ունենա այնքան երեխա, որքան ցանկանում են, քանի որ չունեն համապատասխան զուգընկեր։ Ստացվում է, որ ապագայում այն մարդիկ, ովքեր որ այսօր ծնվում են, ավելի քիչ քանակի մարդիկ, մտնելու են աշխատաշուկա կամ դառնալու են աշխատունակ տարիքի մարդիկ եւ ստիպված հոգալու են ավելի մեծ, ավելի ավագ սերնդի կարիքները։ Նշում է այս առումով Հայաստանի ժողովրդագրության ռազմավարությունը բավական մարդակենտրոն լուծումներ է առաջարկում։ Նախ օգնել են ընտանիքներին, որոնք ինչպես արդեն ասացի, ցանկանում են ունենալ շատ երեխաներ, որպեսզի այդ պոտենցիալը ռեալիզացվի, բայց նաև օգնել ընտանիքներին, որպեսզի երեխա ունենալը տնտեսական կամ սոցիալական առումով ծանրաբեռնվածություն չառաջացնի, այլ լինի ավելի հեշտ եւ նաև երեխաները հնարավորություն ունենան ըստ էության օգտվել եւ առողջապահական եւ կրթական համակարգերից։ Մյուս կողմից կանխարգելելի մահերի կանխարգելումն է, սա իրենից ենթադրում է առողջ երիտասարդության ուղղությամբ ներդրումներ անել, որոշ հիվանդություններ, որոնք որ հնարավոր է կանխարգելել շուտ բացահայտման դեպքում, քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ շուտ բացահայտումները արվեն, օրինակ ճանապարհային տրանսպորտային պատահարների նվազեցում։ Այդ թվում կարևորվում է ավագ սերնդի ներուժի օգտագործումը աշխատաշուկայում։ Հայաստանում մարդիկ ցանկանում են ունենալ 2 եւ ավելի երեխա, հիմնականում 3 են ասում։ Բայց մենք տեսնում ենք, որ տնային տնտեսությունների ընդամենը 7% ունի 2-ից ավել, 3 եւ ավել երեխաներ։ Սա է մեր խնդիրը։ Մենք փաստացի ունենք պոտենցիալ, ունենք մարդիկ, ովքեր որ ցանկանում են ունենալ շատ երեխաներ, բայց չեն ունենում։ Մեզ մոտ էլ ամբողջ աշխարհի պես խնդիրները էլի նույնն են՝ տնտեսական խնդիրներ, աշխատանք, բնակարան, առողջական խնդիրներ։ Մենք այսօր օրինակ անպտղության գործակից ունենք, որը 18%-ից բարձր է։ Ընդ որում երկրորդային անպտղությունը ավելի բարձր է, 15.5 է։ Սա կանխարգելելի անպտղությունն է։ Եվ հետեւաբար այս բոլոր լուծումների արդյունքում մենք կկարողանանք ապահովել ավելի ցանկալի ծնելիության գործակից։ Բնական վերարտադրության գործակիցը Հայաստանում 1.9 է, 2 եւ ավելիի փոխարեն վերջին տարիներին այս առումով թեև դրական տեղաշարժ կա։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարը ընդգծում է, համաշխարհային զեկույցները միտված են օգնելու պետություններին իրականացնելու ավելի թիրախային ծրագրեր ժողովրդագրության ոլորտում։ Նարեկ Ոսկանյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։